Սիրելի ազգաբերցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ ողջունում եմ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, ես ճանապարհի թղթեր էի նայում, իմ թղթերը մասում որ ազգաբերդությունից տեսած ճանապարհի, որ ազգաբերդում նոր թաղամասացիվավորում 16 միլիոնի ծրագրերով և թղթերով 67 ոնցրով հաստատված 41 նոր թվականով հիմա հաստատել ենք և մենք շատ ուրախ ենք դրա համար, որ ի վերջո Արտաբերդում տներ ենք կառուցվում, նախկինում ինչքան տուն են կառուցվել Արտաբերդում, շատ կառուցվել 90-ականների Քանի տուն են կառուցվել Արտաբերդում։ Չէ, ուզում Արտաբերդից է։ Ժողովուրդ մի տուն չի կառուցվել Հիմա մենակ 67-ը հաստատվել է, ճիշտ է թվով, 41-ը նոր թվականա, որ ընթացքի մեջ է։ Եվ հետևաբար Արտաբերդի մաքարելու, գոյակերվելու ժամանակները ավարտվել են, եկել Արտաբերդի ապրելու, կյանքը վայելելու, բարեկեցիկ լինելու, ազատ լինելու, խաղաղ լինելու, երջանիկ լինելու ժամանակը դրա մասին է։ Էլ ինչով բացի 16 միլիոն նոր ես ճանապարհին հաշվում էի, ընդհանուր առմամբ Տավուշի մարզում 1931 կամ այսինքն այդքան դեպք է հաստատել Տավուշի մարզում, դա մոտավորապես 60 է խորհրդայնության ժամանակների 9 հարկանի շրջանում։ Եվ ես ուրախ եմ, որ այս ընթացքում մենք նաև բազմաթիվ ճանապարհներ ենք կառուցել դեպի մեր խոշորացված համայնքերում։ Այսօր նաև Արտաբերդի դեպի Երևան գնացող ճանապարհը կրճատվել է, որտեղ ճանապարհը ճանապարհը, Գանձակարի ճանապարհը կա, առաջկա մենք միջիկ նորոգում, այսինքն Նավուրից մինչև Բերդ ճանապարհը սկսվել է, առաջիկայում մենք նաև Տավուշ բնակավայրի և այգեհովիտի այդ հատվածը կնորոգենք և կհիմնանորոգենք և մենք դպրոցներ ենք կառուցում, մենք մանկապարտեզներ ենք կառուցում, բայց ժողովուրդը շատ կարևոր է հասկանալ նաև, թե մենք ինչով ենք անում այդ ամեն ինչը։ Մենք անում ենք այն խոստման շրջանակում, որ այդպես տվել ենք 2018 թվականին։ Ես ասել եմ, որ թալանը Հայաստանի կտաքարի և թալաբազը տվելադարձի։ 2018 թվականից միայն պետական բյուջե լրացուցիչ մտել է 6 միլիարդ դրամ հարկայի եկամուտների և այլ վճարների մասով։ Բացի դրանից մենք շուրջ 8 միլիարդ դոլարի, բացի դրանից չէ, 8 միլիարդ դոլարի ողջ դրամական միջոցներ տարբեր ձևերով վերադարձվել են պետական բյուջե։ Մենք այսօրվա դրությամբ Հայաստանի էլեկտրական ցանցերն ենք արդեն դարձրել պետական և առաջիկայում են այն լինելու պետական։ Եվ այդ ցանցերը իմիջիալով պետական կանտրոլի տակ վերցնելուց հետո արձանագրել են, որ կառավարած օլիգարխի գլխավորությամբ հենց մեր մանկապարտեզների, մեր դպրոցների, մեր զորամասերի, մեր պետական հիմնարկների վրա ավելի գումար է կրել և այդ գումարները դրամանել են։ Ես ինչպես եմ խոստացած Զանգեզուրի բնականաբանական կոմբինատի պետական փայաբաժին ապահովեցի և Զանգեզուրի բնականաբանական կոմբինատի 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ վճարում արևպետական բյուջե, քան նախորդ 8 տարվա ընթացքում։ Մենք ֆինանսների նախարարի Միացյալ Նահանգներում ապօրինի նախկին նախարարի Միացյալ Նահանգներում ապօրինի ձեռքբերված բունքը Միացյալ Նահանգներում մեր դատախազության հայցիզման վրա հանվելապաճառի և այդ բունքի գնի 70%-ը հիմա փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մենք Ծառուկյան Բնոյան Կլանի առանձնատներից մեկը
արդեն վերջնական օրինական պետական գույն կա դարձել եւ նա այլևս իրանց սեփականությունը չի դա այլևս ժողովրդի սեփականությունն է եւ առաջիկայում մենք այնտեղ ծերերի խնամքի կենտրոն ենք հիմնելու եւ ծերերի խնամքի կենտրոն ենք ստեղծելու մենք հազարավոր քառակուսի մետրեր զբոսայգիներ ենք վերադարձրել համայնքներին մենք այս պայ դրությամբ հարաբերությունում ավելի քան 80 ապօրինի սեփականաշնորհված մանկապարտեզների պետությանը վերադարձնելու պրոցեսը տեղի ունենում։ Մենք հազարավոր հեկտարներով հողեր ենք հորապորինի սեփականացրած են եղել, համանadrոյտա վերցրած են եղել, մենք վերադարձնում ենք պետության վերահսկողությանը։ Եվ հիմա հարց տարածակել, դա պայման վերադարձվել, բայց փողերը ինչ է եղել, ինչ է կարելի փողել։ Այդ փողերը որ 11 միլիոնի ծրագրեր արել են։ Այդ փողերը որ թոշակներ են ավելացնել եւ ուրախ ենք որ երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ միջին թոշակը ավելի բարձր է քան նվազագույն բարոյական զարգացումը։ Իսկ երբ որ 2018 թվականի վարչապետ եմ ընտրվել ժողովրդական, նվազագույն թոշակը Հայաստանում եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամ է, չհաշված անհատի կարողի դեպքում հետվճարի համակարգը։ Մենք առողջության ապահովության համակարգ ենք ներդրել։ Այսօր հարյուրավոր եւ հազարավոր 65+ տարեկան թոշակառուներ օգտվում են առողջության ապահովության համակարգից։ Մարդիկ 5 միլիոն, 4 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, 1 միլիոն դրամանոց վիրահատությունների են ենթարկվում, որ ուրիշ պայմաններով իրենք չեն կարող թույլ տալ իրենց եւ սրանով Հայաստանի Հանրապետությունը իր սերն արտահայտում իր քաղաքացիների նկատմամբ։ Մենք մինչև 18 տարեկան երեխեքի համար պետական բյուջեի կառուցության ապահովություն ունեն երեխեքը, այսինքն նվազագույն եւ 65+ տարեկան թոշակառուների եւ մինչև 18 տարեկան երեխաների առողջական կարիքները մենք ապահովում ենք եւ սա շատ կարևոր սոցիալական փոփոխություն է, եթե չասենք սոցիալական հեղափոխություն։ Բայց նաեւ շատ կարևոր է այն ավելի գլոբալ պրոցեսները, որ մենք շուտ տեղի ունեն։ Երեք զորահանդես տեսել եք նայեք ժողովուրդ։ Ո՞րն է զորահանդեսը։ Եվ ինչ տպավորություն եք ստացել։ Այդ հիշում եք նախորդող 5 տարիների ընդդիմությունների չիրացումները ասում են, որ մենք բանակը քանդում ենք, որ մենք բանակը թուլացնում ենք, որ մենք բանակը քայքայում ենք։ Բայց տեսակ եւ ձեզ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նոր բանակ ունենալու առիթով, որովհետեւ ինչ որ հանրապետության հրապարակով անցավ ժողովուրդը Հայաստանի Հանրապետության բանակը դրանք կարող է ձեզ կապել գործարանային զավակցող վիճակով։ Մենք օգտագործած բարդ բունի մաստով նույնիսկ փոշի ստանդարտն ապրոպրած, որ երեք շքերտի մասնակցել է նոր հագուստով, նոր փոշիկով, նոր սենքով, նոր տեխնոլոգիայով, նոր տրամադրությամբ եւ նոր ինքնազգացողությամբ եւ գաղափարաբանությամբ։ Եվ մենք դրանով նաեւ ինչի կարող ենք անմիջած մենք պատերազմի չենք պատրաստվում։ Պարզապես մենք համոզված ենք, որ ուժեղ եւ պաշտպանական բանակ չունեցող երկիրը միշտ կայքարի չա ագրեսիայի համար։ Մենք չենք կարող նման բան մեզ թույլ տալ։ Եվ հետեւաբար բայց շատ կարևոր է, որ դուք երեկվա ձեր տեսածը ժողովուրդ, շատ կարևոր է, որ ձեր երեկվա տեսածը համեմատեք նրան հետ, ինչ ընդդիմությունը ասում է վերջին 6 տարիների ընթացքում բանակի մասին։ Թե մենք ինչ ենք անում բանակը։ Ես ասում եմ քայքայում ենք բանակը, իսկ ինչ կարող քայքայել։ Իրականում երբ որ այս պատկերով խոսում ենք կանսերվի կոկոշների մասին, մենակ 2018 թվականի դրությամբ Հայաստանի բանակի սպառազինության 70%-ը, որ Սերժ Սարգսյանը ասում է 80-ականների զենքերի գլուխ է գնում։ Որտեղ 80-ականների չէին այդ զենքերը, 70-ականների, 60-ականների, 50-ականների, իսկ այն զենքերը, որոնք դուք տեսակեր եք, դրանք արտադրված են 2025 թվականին, դրանք արտադրված են 2024 թվականին, դրանք արտադրված են 2023 թվականին եւ արտադրված են մեզ համար, ոչ թե ուրիշ զենքերն այնքան օգտագործելի արդեն համարյա տեքստերում ու մեզ նվերակվել։
Այսօր ես համոզված եմ, չգիտեմ երևի արծպապերտով Պաշտպան Արենյացից ծրագրով զինվորներ 18 տարեկան գնում են բանա, 6 ամիս պատրաստվում են, իրենց ատեստավորման տոկոսից կախված 300, 400, 500 հազար, թուք 600 հազար դրամ փոփր բերում իրաց տուն և մարտական հերթապահությունից դուրս քնում են իրենց տանը և եթե նախկինում ծնով պետք է մտածել երեխոց ոնց ասկի հասցնեն և կացրավենի այսօր այդ զինվորները իրաց տներն են պահում 300, 500, 400 հազար աշխատավարձ է ստանում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները այս ծառայից երբ որ իրենք սպառական կոչում ստացան և ծառայության նշանակվեցին Երևանի գներով հաշվարկված բնակարանի գնման վկայագիր է ստանում, այսինքն ֆունդամենտալ ձևով իրենց բնակարանային հարցը լուծվում է։ Մենք 2000-ականների սկզբից շուրջ 2800 սպաների զոհված զինծառայողների ընտանիքներ կան, որ պետությունը պարտավորություն ունի իրենց բնակարան տալ։ Այդ պարտավորությունները մենք կամաց փակելով եկել ենք, բայց մեկը 2800 պատկերացնում ենք 2000-ականների սկզբից։ Մենք այսի սկզբից որոշում ստացանք և ֆինանսավորում հատկացնենք 4 տարում բոլորի բնակարանները տալու են և այդ խնդիրը ֆունդամենտալ ձևով ծածկելու են։ Այս ամենը չի հատկի շատ կարևոր ժողովուրդ չէ, բայց հիմա տեսեք ինչ է քննություն ինչ էր ասում, վարվանքի մասից ինչ ասում են դրա համոզալություն է տեսած։ Ես ասում են միջանցք են տալիս, միջանցք են տալիս, միջանցք են խոստացել, միջանցք են տալով, մեր վեով միջանցք են տալով։ Երկու օր առաջ մենք տարածաշրջանի այդ թողումների երկամփոփում վերաբերող տոքս ստորագրեցինք, որտեղ հստակ ասում որ թրիպ նախագծի գործելով Հայաստանի ինքն իշխանության տարածքային ամբողջականության իրավազորության շրջանակներում։ Դա ոչ միայն միջանցք չի, այլև մի հատ մեծ ահռելի ներդրումային ծրագիր է Հայաստանի Հանրապետության համար, որը միլիարդներ է բերելու Հայաստանին, և այդ միլիարդները պետական բյուջեի միջոցով ծառայելու են այս էֆեկտի ապագային, ծառայելու են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ժամանակի և բնակավայրերի։ Եվ ընդհակառակը այն ճակատագրերը, որ մենք պայմանացել ենք դեռ չշրջացված համայնքի համար, ես համոզված եմ մեծ զբոսաշրջերի դրոշներ են գալու և բոլորովին նոր բարեկեցության մակարդակ հաստատել։ Հիմա նոր տեսեք այդ ֆազը ծածկացի, որ դրանց ընդդիմությունը մենք ասում ենք, որ մենք բանակում ենք, դուք տեսեք ինչ աշխատորներ բանակի է, ընդդիմությունը ասում է, որ մենք միջանցք ենք տալիս, դուք տեսեք ինչ ներդրումեցիք։ Հիմա է նոր բան են ասում, 2024 թվականին ասում են, ոսկեբանի եկեղեցից տալիս ես, գիգանցից տալիս ես, տեսեք ինչ աշխատոր։ Հիմա է նոր բան են որել են, 300,000 միջանցով վերադարձ։ Ինչ չնեն, ով է դրա մասին խոսես ընդհանրապես, ով է տեղական կապել, այդ մարդիկ լրպես են լրպեսական, որ իրանք օտար օրակարգեր են բերում և ուզում են նենց անեն, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանդարտ չարվի, անհատակ տոպիտանի սպառնալիքի ներքո և սպառնալիքի զգացման տակ պահա։ Բայց ես եկել եմ ձեզ ուրիշ բան ասել, ես ամեն ինչը պարզ է և համոզված եմ, որ ձեր հետևություն տանեք, ամենակարևոր նորությունն է և որի առակով ես ուզում եմ մեր բոլորի շնորհավորել, հետո նա որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է խաղաղություն և ես բոլորի շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Արդեն 2 տարուց ավելի սահմանին և լավսավորին հատվիրալով 2 տարուց ավելի 2025 թիվը առաջին օրացուցային տարին է եղել, որ մենք սահմանի ոչ մի զոհ և ոչ մի վիրավորող չենք ունեցել։ Սա ուրախանալու առիթ է և մեր 9 ամսական խաղաղությունը, որը հաստատվեց 2025 թվականի օգոստոսի 8-ին, նման է 9 ամսական երեխայի, որ ամեն տուն, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, այդ ընտանիքի ուրախությունը և երջանկությունը։ Այդպիսին է նաև մեր խաղաղությունը, բայց 9 ամսական խաղաղությունը ևս մեկ ընդհանրություն ունի 9 ամսական երեխայի հետ։
Բաղենա, որ եթե չխնամես իրան, հող չտանես իրա մասի, չի ապրի, մկենը ամսեքաները ու չպահին, ապրի ամսեքաները, չի ապրի, այդպիսին է նաև խաղաղություն, հետա պատճառը, որ մենք ասում ենք, ես ընտրություններում շատ բաների մասին կարողության, բայց ամենակարևոր հարցը, հարցերի հարցը, հետևյալն է, Հայաստանի քաղաքացիների տեր կանգնելու խաղաղությանը, տեր չխաղանելու, տեր կանգնելու խաղաղությունը, տեր չխաղանելու, և մենք այս ասպետարով բոլորին կոչ ենք անում, խնդրում ենք, որ բոլորին 2026 թվականին հունիսի 9-ին գնալ ընտրական տեղի մասել և տեր կանգնել խաղաղությանը գործելով հետևյալ տրամաբանությանը։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, շատ կարևոր արձանագրել, թե չենք քվեարկում 16-ին, որովհետև չենք քվեարկում հանուն աթոռի կռվի, չենք քվեարկում հանուն պաշտոնի կռվի, այլ քվեարկում ենք ի նշան են բանի, որ տերեք խաղաղությանը, տերեք պետությանը, տերեք անմարդությանը, տերեք ապագայը, և շատ կարևոր մի բան ժողովուրդ է, որ ականջով քաղաքացի պետք է իրար ուժը գիտակցի, իրար ուժը։ Այսօր իդեմս պատերազմի լրագրող կուսակցության ընտրություններին մասնակցում են մարդիկ, որ ովքեր 9 տարի առաջ կարային հավաքներին, որ մարդկանց ճակատագրեր որոշել, ով կարա բիզնես անի, ով չի կարա անի, ով կարա արտանի, ով չի կարա արտանի, ով կարա ներմուծի, ով չի կարա ներմուծի, ընդհանուր մարդկանց ճակատագրեր կարային որոշել, բայց այդ մարդիկ այսօր ոչ մի բան չեն որոշում, և իրանք դժբախտ են նրանց, որ ոչ մի բան չեն որոշում, և ուզում են թողել ոչ թե ձեր ձախ, այլ ձեր իշխանությունը ձեր ձեռքից վերցնել, որ այդ 8 միլիարդ դոլարը, որից իրանք թափել են ջարդելով, բերել են դարձրել 16 միլիոնի ծրագիր, բերել դարձրել են առողջության ապահովություն, բերել դարձրել են դպրոցի համակարգեր, բերել դարձրել են ճանապարհ, բերել դարձրել են ամրացված շրջաններ, բերել դարձրել են 3 յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստ, բերել դարձրել են պաշտպան այլեյավ ծրագիր, իրանք ուզում են ձեր իշխանությունը ձեր ձեռից առնել, որի քանի չեք կտտել, էլի մտցնել իրանք դեպքանը։ Դրա համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի արձանագրի, որ պետության, խաղաղության, անկախության, ընտրությունների երկրի ճակատագիրը, ով կլինի վարչապետ, ընտրություններից հետո, ով կլինի իշխանություն, ընտրություններից հետո, կախվածան մի մարդուց, ընդհանրապես մի մարդուց, պատկերացրեք ինչքան խնդիր է։ Այս բոլոր հարցերի լուծումը կախվածան մի մարդուց, եւ մեկ մարդը դուրս, 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 պատասխանատու մարդը թողերը դարձացնի, ով այդ թողերը, դարձացնեք, դարձացնեք, այդ ամենակարև մարդը դուք եք դարձացնեք ձեր դերունքերը, դարձացնեք, դիտակցեք ձեր ուժը, որովհետև դուք եք որոշում ամեն ինչ, ինչի եմ ես 8 տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ, որտեղ դուք եք որոշել, և հետո դուք պետք ավել և դուք կորոշեք, ես պետք է թողում գնամ, ես սիս եմ հուս կթողում և կգնամ, բայց որտեղ հիմա, ովքեր վերջին տարի Հայաստանը առաջնորդել է և կոնֆլիկտի քամուհուց, հիմա մենք իրանը դարձում ենք Հայաստանը խաղաղության խաչմերուց, ահա այս փաստի բերումով ես ինձ իրավունք եմ վերապահում, ձեզ կոչ անել, խնդրել, որ
տեղամասեր եւ դեռ կանգնեք խաղացանը գործելով հետեւյալ տրամաբանության Ընտրություններ 2026 կվերում ենք Ընտրություններ 2026 կվերում ենք Ընտրություններ 2026 կվերում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Արծվաբերդին Տավուշին Բերդ խոշորացված համայնքին Երևանային քաղաքին Հայաստանի Հանրապետությանը քաղաքացիների և կեսի Հայաստանի Միակ կորվենք, երեք ոնց որ զորը ամեսում անում էին, միատ էլ իրանը տանը, որոտև շատ լավ անչով, և որ ասում ենք, պարկ նատակների և գեցե Հայաստանի Հանրապետությանը, երեք ադհապ կրնում ենք, գեցես, արա պրոցես, պարկ նատակների և գեցե Հայաստանի Հանրապետությունը, Լավ ստացվեց միատ էլ։ Պարկ նատակների և գեցե Հայաստանի Հանրապետությունը, Էլի լավ չստացվեց, էլի լավ չստացվեց։ Մենք ասում ենք ժողովուրդ, ձեր պետության մասին է խոսքը, ձեր հայրենիքի մասին է խոսքը, ձեր երկրի մասին է խոսքը, որտեղ գտել եք, ես ծառայ։ Ոչ միայն ես այսօրվա քաղաքական հարաբերությունների էությունը, գտել եք իշխանությունը ծառայ։ Եվ այս ընտրություններում դուք նաև ձեր այդ իրավունքը պետք է պաշտպանեք, որ դուք գտել եք, հեղափոխությունից առաջ եք եղել, իրենք գտել են եղել, և քաղաքացիների պատկերացրել են որպես ծառա, հեղափոխությունը եկել է և ասել է ոչ, Տերը ժողովուրդն է, և ընտրությունների ճակատագիրը որոշում է քաղաքացի մի մարդը, ով այդ մի մարդը դու ես, այդ մի մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը դու ես, ով այդ մեկ մարդը չեմ ասել։ Մենք չէ, մեկը չի։ Ով այդ մեկ մարդը պատասխանում եսը, որ Տեր է կանգնում խաղաղությանը, Տեր է կանգնում պետության, երեխեք պետության չեք մասնատել։ Պետք է մեծերին համոզենք, որ ինքն ամեն մեկն է, այդ մեկ մարդը, ով այդ մեկ մարդը, Եվ ուրեմն, ընտրություններ 2026 քվերքում ենք, ընտրություններ 2026 քվերքում ենք, ընտրություններ 2026 քվերքում ենք, պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արծվաբերդին, Բերդ խոշորացված համայնքին, Տավուշին Տավուշի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի ունենալու վաղը ժամը 8-ի ժամը 20:00-ի Իջևանի ազատամարտիկների հրապարակում դոգի հրապարակ և բոլորի հրավիրումով ժամանակ հավես տրամադրություն ունի ամեն եկեկան ով ձեզ իծակար գազակար ճանապարհով բացել Ահագին մարդ անցել է, բայց շարավինը չի տեսել
Հախումի կամերջը դզանքով ատեսը, հախումի կամերջը որ ատեսը, համատարով պետի հախումի կամերջը դզանքով։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։